Եկեք սրճենք միասին հաղորդում, երբ բացահայտում եւ ծանոթանում ենք Hi-Find-ում գրանցված բիզնեսների հիմնադիրներին եւ մարդկանց, ում շնորհիվ այդ բիզնեսին սկսում են վստահել։ Սյուզաննա ջան, ողջույն։ Ողջույն։ Շնորհակալ եմ, որ հյուրընկալվեցիք մեր տաղավարում։ Շնորհակալություն հրավերի համար։ Սիրով։ Մենք այսօր փորձելու ենք բացահայտել ձեզ, ոչ թե ձեր բիզնեսը։ Փորձելու ենք հասկանալ որպես հիմնադիր, ինչպիսի նախասիրություններ ունեք, ինչ չեք սիրում, ինչ եք ակնկալում ու մի փոքր բացահայտում ձեր մասով։ Շատ լավ։ Սկսենք։ Նախքան սկսելն առաջարկում եմ սուրճ խմել։ Շատ լավ։ Ընտրեք որևէ գույն։ Կանաչ։ Այստեղ ունենալու ենք առաջադրանք։ Սեղանին կլինեն 3 առարկաներ՝ ասեղ, շղթա եւ քարիկներ։ Կխնդրեմ, որպեսզի ընտրեք միայն մեկը։ Շատ լավ, երևի սա։ Քարիկներ։ Արդյոք կփոխվեր ձեր ստեղծագործական գործընթացը, եթե այս առարկան այլևս չլիներ։ Այո, միանշանակ։ Առանց սրա ես չեմ կարող աշխատել։ Իսկ կարող եք ինչ-որ փոխարինող դետալ գտնել։ Փոխարինող դետալ, ենթադրում եմ, որ կարելի է փոխարինել մետաղով։ Մետաղներով։ Օրինակ ինչ մետաղներ։ Բայց արդեն պատրաստի հումքը էլի պիտի, ես ինքս չէի կարողանա։ Ահա։ Չգիտեմ, արծաթ, երկաթ։ Շարունակենք։ Ընտրեք եւս մեկը։ Դուք որոշել եք սկսել առաջադրանքներից։ Օ, առաջադրանքեր էլի։ Այո, այս անգամ սեղանի լինելու է 3 միանման փակ սրվակ։ Սյուզաննա ջան, խնդրում եմ ընտրեք մեկը։ Ու բացեք։ Այ։ Տեսնենք ինչ է գրված ներսում։ Ներսում գրված է համարձակություն։ Համարձակություն։ Հիմա հարց ձեզ։ Ինչ դեր է ունեցել այս բառը ձեր ստեղծագործական եւ բիզնես ճանապարհի ստեղծման հարցում։ Սկզբից մինչև վերջ ամենամեծ դերը հենց կարծում եմ համարձակությանն է, որովհետև կարծում եմ ցանկացած նոր սկսող մարդ, ես նույնպես ունեցել եմ կոմպլեքսներ, որոնք հաղթահարել եմ ու եթե համարձակություն չունենայի, հաստատ մինչև այսօր չէի աշխատի։ Իսկ որ վախներ, որ ամենաշատն էր ձեզ խանգարում։ Ամենաշատը կարծում եմ հենց քննադատություններից էի ամենաշատը վախենում, որ մարդիկ ինչ կարծիք կհայտնեն, ու ամենաշատը ծանոթ մարդկանցից, որովհետև անծանոթներից մենք հիմնականում կոմպլեքսներ չենք ունենում, դե նրանց համար մենք կարելի ասել մի հաշիվ ենք, բայց թե ծանոթ մարդիկ ինչ կարծիք կարտահայտեն, ամենակարևորը կարծում եմ հենց դա է։ Կարևոր չէի ասի, բայց ինձ թվում է բոլորս էլ դրան ուշադրություն դարձնում ենք։ Այ իհարկե։ Իսկ ունեցել եք այնպիսի քննադատություն, խոսքը առողջ քննադատության մասին է, որը օգնել է նաև ձեր բիզնեսի ու ստեղծագործական աշխատանքի զարգացման մասով։ Դե այո, լինում են, ամենաշատը հիմնականում հայրիկս, բաներ կար, որ ես օրինակ չէի նկատում, ինքը նկատում էր, ինքն էլ շատ լավ ձեռք ունի, մի անգամ այդպես էլի զարդ էի գործել, դե դասգահագործությամբ եմ զբաղվում, սխալ էի արել, ես ինքս չէի նկատել ու հայրիկս ինձ հուշեց, որ կարելի է ուղղել, կամ գունային առումներով ինքը միշտ ասում է, որ ես ավելի վառ գույներ ընտրեմ, որ այդպես ավելի աշխատանքս գեղեցիկ կերևա, հիմնականում ինքը ու նաև գործընկերներ եմ ունեցել, ովքեր միշտ ինձ լավ խորհուրդներ են տվել, առողջ քննադատություններ, որ ինձ օգնում են, ես դրանց ուշադրություն դարձնում եմ։ Շնորհակալություն։ Իսկ ասեք, որ գույն եք ամենաշատը սիրում։ Կանաչը։ Ահա, ինչի հետ ասեք։ Կրել չեմ սիրում, բայց մի տեսակ թարմացնում է ինձ այս գույնը ավելի առիթ տրամադրություն է տալիս ու համել բնության գույնն է։ Ահա, շատ լավ։ Իսկ չսիրած գույնը, եթե կա այդպիսին։ Էլեկտրիկ կապույտ։ Լավ, չունենք, չէ, երևի էլի չէ, չունենք էլեկտրիկ կապույտ չունենք։ Լավ, եկեք ընտրեք, որը ցանկանում եք։ Ընտրենք կարմիր։ Այստեղ ունենք արդեն հարց։ Ես որքանով տեղյակ եմ, դուք հաճախ նաև մասնակցում եք ցուցահանդես վաճառքների։ Հետաքրքիր է, ինչ արժեքավոր փորձ կամ դաս եք ունեցել ցուցահանդեսների մասնակցելուց հետո։ Ճիշտն ասած, ցուցահանդես վաճառքների փորձերս այդքան էլ շատ չի, բայց արժեքավոր փորձ ասեմ, մարդկանց հետ շփումը, որ գնորդիդ հետ շփվում ես ռեալ, ոչ թե էկրանից այս կողմ ես, այլ այն կողմ, տեսնում ես մարդը ինչ է ցանկանում, իսկապես ինչն է դուր գալիս, ինչին կարելի է ուշադրություն դարձնել, օրինակ հաջորդին գնալու համար, կոնկրետ որ զարդերից կարելի է ավելի շատ պատրաստել, որ մարդկանց հետաքրքրի։ Իսկ այդ ցուցահանդեսներից հետո ավելի շատ ձեզ մնում են ընկերներ, գործընկերներ, թե նոր արդեն հաճախորդներ։ Կոնկրետ վերջին մասնակցածից հետո ինձ մնացել են լավ գործընկերներ, ծանոթացել եմ շատ մարդկանց հետ ոլորտի
ու շատ կարևոր էր դա, որովհետև ցանկացածից էլ պետք է որ մեր ոլորտի մարդիկ մեր շրջապատում շատ լինեն։ Այո, փորձի համար, այո։ Ահա։ Շնորհակալություն։ Շարունակենք։ Կուզեք սուրճ խմենք նոր։ Խմենք։ Շարունակենք։ Լից հարցեր ունենք։ Պատրաստ եք։ Այո։ Սկսեցինք։ Նախշ թե մինիմալիզմ։ Նախշ։ Անհատական պատվեր թե ստեղծագործական ազատություն։ Ստեղծագործական ազատություն։ Էսքիզ թղթի վրա թե անմիջապես աշխատանքի ընթացքում։ Եթե հարցը բարդ աշխատանքին է վերաբերվում, պարտադիր էսքիզով, իսկ եթե պարզ առանց էսքիզի։ Հինը վերաիմաստավորել թե նորը ստեղծել։ Հինը վերաիմաստավորել։ Սիրված աշխատանքը ստեղծելու թե վաճառելու պահն է հետաքրքիր։ Ստեղծելու։ Բայց վաճառելն էլ մոտիվացիա է տալիս։ Մեկ օրինակով թե հավաքածուով հանդես գալ։ Մեկ օրինակով։ Գույն առանց որի չեք պատկերացնում ձեր աշխատանքները։ Երևի սպիտակ։ Հայկական մեկնախշ, որը ամենաշատն եք սիրում։ Հայկական մեկնախշ, հիմնականում գորգի նախշերն եմ շատ սիրում, դրանց եմ անդրադարձել վերջերս, բայց կոնկրետ առանձնացնել չեմ կարող։ Եթե զարդ չստեղծեիք, ինչով կզբաղվեիք։ Երևի առաջին մասնագիտությամբ կաշխատեի որպես ուսուցիչ, կարծում եմ։ Իսկ երբևէ աշխատել եք։ Այս պահին էլ աշխատում եմ, աշակերտներ ունեմ, բայց դպրոցում չեմ։ Տանը։ Որն է ձեզ ավելի ոգեշնչում՝ մարդիկ, բնությունը թե պատմությունը։ Բնությունը։ Մի բառ, որը նկարագրում է ձեր բրենդը։ Մեկ բառ։ Մեկ բառ։ Ինձ թվում է հենց բրենդի անունը, Ահորիկ։ Իսկ ինչու Ահորիկ։ Որովհետև մտածում եմ, որ ստեղծածն է գեղեցիկ, գրող մարդն է գեղեցիկ, զգացողությունն էլ։ Մի մեծ հաջողություն, թե շատ փոքր հաղթանակներ։ Շատ փոքր հաղթանակներ։ Սեփական ոճին հավատարիմ մնալ, թե փորձարկել նոր ուղղություններ։ Ոճին հավատարիմ մնալ։ Շնորհակալություն։ Սուզաննա ջան, մեր գույները դարձան 4-ը։ Կեսը անցել ենք։ Կխնդրեմ, վերցնեք մյուսը։ Սպիտակ։ Սպիտակ։ Հարց ունենք։ Այո։ Ինչու է ձեզ համար կարևոր, որ գեղեցիկ եւ խնամքով ձևավորված լինի ոչ միայն զարդը, այլև փաթեթավորումը։ Փաթեթավորումը, որովհետև ամենակարևոր բաներից մեկն է, յուրաքանչյուրիս էլ ուրախացնում է, երբ որ կոկիկ գեղեցիկ տուփ ենք վերցնում, բացում ենք, ինձ թվում է շատ մեծ հաճույք է պատճառում յուրաքանչյուրիս։ Իսկ ինչ եք ցանկանում փոխանցել, ինչ ուղերձ ունեն ձեր փաթեթավորումները ձեր պատվիրատուների համար։ Կոնկրետ այսպիսի ինչ որ ուղերձ չկա, ուղղակի ինչպես բոլորը ես էլ ցանկանում եմ, որ տուփը բացելիս իմ պատվիրատուն էլ հաճույք ստանա, որ տեսնի իր զարդը խնամքով հասել է իրեն։ Սև։ Այո, սև։ Սևի տակ մենք հարց չենք ունենում։ Այլ ակնկալում ենք հարց ձեզանից, որը միգուցե կցանկանայիք ինքներդ ձեզ տալ ու բարձրաձայնել պատասխանը։ Ինքս ինձ հարց։ Մտածել է պետք։ Ուզում եմ հասկանալ, միջև ուր եմ գնալու ու ուր է տանելու ինձ այս ճանապարհը։ Պատասխանն էլ կլինի ինքնաիրացումը, որ ես իմ ճանապարհով կգնամ ու կհասնեմ իմ ինքնաիրացմանը, կհասկանամ ով եմ ես, իսկապես իմ աշխատանքները պետք են մարդկանց, թե պետք չեն, ու ես ինքս ինձնից գոհ եմ, թե ոչ։ Իսկ դուք հիմա ամեն ինչ անում եք միայնակ, թե ունեք մարդիկ, ովքեր ձեզ աջակցում են։ Ամենաառաջին աջակցողը հենց ամուսինս է, որ ինձ ցանկացած հարցում օգնում է, փաթեթավորումից սկսած խորհուրդներից դուրս եկած։ Շատ լավ, նա երկու հարց։ Ընտրեք նույն երանգի մեջ երկու։ Այո։ Նորից առաջադրանք ունենք։ Լավ։ Այս անգամ սեղանի վրա լինելու է 4 քարտ, որոնք ներկայացնելու են օրվա 4 պահերը։ Առավոտ, կեսօր, երեկո եւ գիշեր։ Սյուզաննա ջան, խնդրում եմ ընտրեք միայն մեկը։ Միայն մեկը։ Առավոտը հաստատ հանեցին։ Երևի թե սա ցերեկներ չէ։ Այո, ցերեկ։ կեսօր։ Կեսօր, լավ։ Ինչ զգացողություն կամ հիշողություն կարող է կապ ունենալ ձեր ընտրած պահի հետ։ Կեսօրվա մասով։ Հիշողություն իմ աթոռը, աշխատանքային, սեղանը ու սուրճի բաժակ։ Ահա։ Իսկ այդ հիշողության կամ զգացողությունը այսօր դեռ ազդեցություն ունի ձեր աշխատանքային process-ի վրա։ Հա, իհարկե։ Սա իմ հիմնական աշխատանքային ժամն է, դրա համար էլ հենց դա ընտրեցի։ Ձեր վերջին գույնը։ Հարց ունենք։
Վերջին հարցը։ Անհատական պատվերների դեպքում որքանով եք հավասարակշռում հաճախորդի պահանջները եւ ձեր ստեղծագործական ոճը։ Դե եթե անհատական պատվեր է, բնականաբար հաշվի եմ առնում պատվիրատուի ցանկությունները, բայց ինքս էլ ինձնից խորհուրդներ եմ տալիս, եթե զգում եմ, որ պատվիրատուն ցանկանում է այնպիսի բան, որ օրինակ գեղեցիկ չի լինի, համադրությունը ոչ այնքան համապատասխան է լինելու, խորհուրդ եմ տալիս։ Եթե ընդունում է, բնականաբար հենց այդպես էլ անում եմ, աշխատում եմ իմ ասածով, իսկ եթե այնուամենայնիվ չի ընդունում, անում եմ այն, ինչ որ ցանկանում են։ Հա, անում եք այդ։ Դե այո, եթե այդպես են ցանկանում խորհուրդս չեն ընդունում, այդպես էլ անում եմ։ Իսկ ունեցել եք դեպք, երբ մերժել եք, չեք ընդունել պատվերը, թե չկա Մի քիչ առաջ։ Հիմնականում չեմ սիրում հին ուլունքները քանդել, ինչ որ նոր բան ստանալ, այլ աշխատում եմ հենց իմ մտքերով, իմ գաղափարներով, ավելի շատ ինձ հաճելի է, երբ որ պատվերը իմ էջից է լինում։ Ահա։ Անջատացեր։ Սյուզաննա ջան, մեր հարցերն ավարտվեցին, բայց հաղորդումը դեռ շարունակվում է։ Լավ։ Հիմա կխնդրեմ, որպեսզի 10 վայրկյան լուր մնանք, որպեսզի դուք ամփոփեք, իմի բերեք այսօրվա հաղորդումը ու կիսվեք ձեր կարծիքով ու այն էմոցիաներով, որ մեր տաղավարը ու մեր հաղորդումը փոխանցեց ձեզ։ Շատ լավ։ Սկսեցի։ 1 2 3 4 5 6 7 8 9 10 Շատ դրական են։ Ես հիմնականում ինչ որտեղ գնալուց առաջ շատ մեծ լարվածություն եմ ունենում։ Մարդկանց հետ շփումը այդքան էլ լավ չի ստացվում ինձ մոտ, բայց այստեղ մի տեսակ թեթևություն եկավ վրաս։ Ձեզ տեսնելուց հետո հիմնականում շատ դրական եք, շնորհակալ եմ շատ։ Շնորհակալ եմ։ Ես էլ ձեզ եմ շնորհակալ, որ չմերժեցիք մեր հրավերը ու այսօր մեր տաղավարում եք ու միասին կարողացանք բացահայտել ձեզ։ Հուսով եմ նաև բացահայտումներ եղավ նաև ձեր համար։ Սյուզաննա ջան, եւս մեկ անգամ շնորհակալություն եւ ուզում եմ մեր թիմի կողմից փոխանցել մեր պատրաստած փոքր նվերները մեր կրեատիվի գրյան։ Շնորհակալություն։ Այստեղ ունենք ուղերձես ու նաև ունենք կրյա, որը կարծում եմ հաջողություն կբերի ու ավելի կմեծացնի, կզարգացնի ձեր բիզնես ճանապարհը եւ ստեղծագործական լիքը նոր մտքեր կտա ձեզ։ Ունենք նվեր նաև մեր գործընկերոջ Lulu Toys-ի կողմից։ Առաջարկում է ձեռագործ աշխատանքների լայն տեսականի։ Շնորհակալություն։ Այս գեղեցիկ ծաղիկները ձեզ Anna Flowers-ի կողմից։ Բոլորին շատ շնորհակալություն։ Ես ձեզ նույնպես ունեմ նվեր իմ ձեռագործ աշխատանքներից, հուսամ, որ կկրեք բարով։ Շնորհակալ եմ։ Այսօր բացահայտեցինք մի աշխարհ, որտեղ զարդերը պատմություններ են, որոնք ունեն զգացողություններ, հիշողություններ եւ ինքնաարտահայտման ձև։ Եթե դու էլ ունես բիզնես գրանցված Hi-Find-ում, միգուցե հաջորդ սրճենքը լինի քո մասին։